Ողջույն ընկերներ։ Շարունակում ենք JavaScript-ի խնդիրների լուծման տեսաշարքը եւ այսօր երկրորդ դասընթացն է եւ այսօր լուծելու ենք մի խնդիր, որի շնորհիվ մենք կարող ենք գտնել զանգվածում եղած ամենաշատ կրկնվող էլեմենտը եւ կրկնվող էլեմենտի կրկնությունների քանակը։ Ստեղծում ենք զանգված, մեջ ավելացնում ենք մի քանի էլեմենտ։ Տարբեր տիպեր թող լինեն, ճիշտ է, սա պրակտիկա չի համարվում, բայց քանի որ մենք այս բանը գտնվում ենք սովորելու փուլում, եկեք տարբեր տիպեր պարունակող զանգված ստեղծենք։ Function get most repeated RR եւ այստեղ կոնսոլ ենք անում ամենաշատ կրկնվողը։ Հիմա ինչպես ենք լուծում այս խնդիրը, ընկերներ, let max հավասար է 0, այսինքն ամենաշատ կրկնվողի կրկնությունների քանակը 0 է սկզբի համար, հետո ավելացնում ենք ցիկլ let in հավասար է 0, in փոքր է array length in ++։ Բրեկետները բացում ենք, գրում ենք։ Եկեք մի հատ կոնստ ստեղծենք, որի մեջ կպարունակի զանգվածի հերթական էլեմենտը, որ ամեն անգամ չկրենք, հա, array-ի։ Հիմա ինչպես ենք լուծում այս խնդիրը, քանի որ մեզ պետք է իմանանք, թե որ էլեմենտը քանի հատ ունի, որ կարողանանք համատենք։ Այստեղ նայենք ավելացնում ենք max counts օբյեկտը։ Ահա։ Հիմա եթե if max counts-ի քառակուսիների մեջ էլեմենտը չկա, վերագրում ենք max counts-ի էլեմենտ։ Ինչի համար ենք սա անում, քանի որ այս օբյեկտը մեզ մոտ լինելու է այս տեսքի 1, 1, 2, 1, 3, 1, հա, հերթով բոլոր այս էլեմենտները պահելու ենք այստեղ որպես ինդեքս, իսկ վալյուներին տալու ենք 1։ Հետո հաջորդ իտերացիայի ժամանակ, երբ այստեղ 1 կհանդիպի, ոչ թե նորից 1, 1, հա, քանի որ սա օբյեկտ է, այստեղ կլինի 1, 2։ Եվ այսպիսով մենք կարողանանք իմանանք, թե որ էլեմենտը քանի կրկնություն ունի։ Սա պատկերավոր նկարագրությունն է այս օբյեկտի տեսքի ինչպիսին է լինելու հիշողության մեջ։ Հիմա եթե չկա, սկզբի համար ոչ մեկի համար չկա, ուղղակի վերագրում ենք 0։ Հետո այս օբյեկտին գումարում ենք եւս 1, հա, որովհետեւ եթե կրկնությունը տեղի ունեցել, վերցնում ենք օբյեկտի այսինչ կին, օրինակ 2-ը, 2-ին գումարում ենք 1։ Ստացվելու է արդյունքում 1-ը 3, 2-ը 2, հա, քանի որ 1-ը 3 անգամ է կրկնվում, 2-ը 2 անգամ։ Այստեղ գումարեցինք եւ պետք է համեմատություն կատարենք, եթե max-ը փոքր է max counts-ի էլեմենտից, հա, օրինակ 2 ավելի շատ է կրկնվում, քան մինչև այդ կրկնված արժեքը։ Ինչ պետք է անենք, եթե max-ը փոքր է max count-ի էլեմենտներից, max-ը հավասար է max counts-ի էլեմենտի։ Եվ վերադարձնում ենք max-ը։ Երեք, տեսնում եք, 3 անգամ, որովհետև 1-ը կրկնվել է 3 անգամ, 2-ը կրկնվել է 2 անգամ։ Հիմա եկեք 1 ավելացնենք։ Ավելացրեցինք 4, այսինքն 1-ը կրկնվում է 4 անգամ։ Հիմա քանի անգամ է կրկնվում 1-ը։ 5 անգամ, տեսնում եք։ Այս լուծումը վերադարձնում է մեզ կրկնությունների քանակը, իսկ ինչ եթե մեզանից ակնկալում են կրկնվող էլեմենտը։ Շատ պարզ է ամեն ինչ, ուղղակի այստեղ եւս 1 էլեմենտ եք ավելացնում, գրում եք max value, հա, հավասար է array-ի, array 0 կնենք, array 0-ն max value-ն է և այստեղ նաև վերագրում ենք max value-ն, այս նույն if-ի մեջ ենք անում այս ամեն ինչը, ոչ թե max count էլեմենտն ենք գրում, այլ ուղղակի էլեմենտը և այստեղ վերադարձնում ենք max value-ն։ Max value-ն մեկն է, հա, քանի որ մեկն է ամենաշատը կրկնվում, հիմա եկեք երկուսներ ավելացնենք, 2, 2, 2 և նայենք ինչ կստացվի 2, այսինքն հիմա ամենաշատը կրկնվում է 2-ը։ Իսկ ինչ եթե մեզանից ակնկալում են 2-ն էլ,
թե կրկնվող էլեմենտը, թե կրկնությունների քանակը։ Շատ պարզ է ամեն ինչ։ Ուղղակի այստեղ վերցնում ենք օբյեկտի մեջ ու գրում ենք max max value, այսինքն վերադարձնում ենք համ max-ը, համ max value-ն։ Աշխատեցնում ենք կոդը եւ տեսնում ենք max max value, այսինքն ամենաշատ կրկնվող էլեմենտը դա 2-ն է եւ այն կրկնվում է 6 անգամ։ Եկեք 3 հատը ջնջենք։ 3 հատը ջնջում ենք եւ տեսնում ենք max-ը value 1-ն է, որը կրկնվում է 5 անգամ։ 1 2 3 4 5 5 անգամ է կրկնվում։ 2 հատ 1 ջնջենք։ 2 հատ 1 եք ջնջում, 3 անգամ է կրկնվում 1 թիվը։ Հենց այսպեսով մենք լուծեցինք այս խնդիրը, թե ինչպես գտնել ամենաշատ կրկնվող էլեմենտը եւ կրկնությունների քանակը։ Եթե ձեզ հետաքրքրում են JavaScript-ի խնդիրների լուծումները, վեբ ծրագրավորման հետ կապված տեսանյութերը, կարող եք հետևել ինձ YouTube-յան ալիքում, եւ եթե հետաքրքրված եք ծրագրավորման անհատական դասընթացներով, կարող եք ինձ գրել Telegram-ով եւ կազմակերպեմ դասընթացներ հատուկ ձեր համար։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։